Ես հիմա զարմանում եմ, որ էլ իմ այս հարգարժան փաստաբան գործընկերները, պաշտպանները, բոլորը զարմանում են մեղադրողների կարծիքի վրա, քանի որ հստակ նշում են, որ սահմանադրությունը տվել է, Վճռաբեկ դատանի որոշում կա, կենտրոնական դրական ազգի որոշում կա։ Ժորժ ջան, մենք մի տարի այս դահլիճում տեսել ենք, որտեղ ապօրինությունները, օրենք չկա, վերևից կատարող հրամանները։ Ճիշտ ասած, ես չէի ուզի որպես 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր առաջի ելույթը այդտեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են, տենց։ Ձեզ ասեմ իմանաք, այս մի տարի որ պայել եք կալանքի մեջ, ինչքան ուզեք կմնամ, կալանքով ինձ երբեք չեք վախեցրել, չեք էլ կարող վախեցնենք։ Եթե մտածում եք այս մանդատը պիտի տենց առիթ լինի, որ այս մանդատով ես դուրս գամ, չէ, դες կարիք չկա։ Ես մանդատի համար չեմ պայքարել, ես պայքարել եմ իմ հայրենիքի համար, մանդատը բռնեմ, առանց մանդատը լինեմ, իմ պայքարը որ սկսել եմ առանց մանդատ եմ եղել, հիմա տենց օրենքներ եք բերում, ասում եք, շատ շնորհակալ եմ, որ ասում եք ցմա ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Հիմա հրաման եք ստացել, ես պիտի պայքարենք, դակ պայքարը խնդիր չկա։ Իմ պայքարը օրենքի համար է, որ փորձում ենք, դե մարդը այս գործի հետ կապ չունի, զենք ունի, բերում կապեք այդ գործի հետ, ով է մտածում, որ սահմանադրություն հաշվի առեք, կամ Վճռաբեկ դատանի որոշում հաշվի առեք։ Ընդհանրապես այս միջնորդությունը չէր թողա անեին։ Միջնորդությունն է, որ օրենքը գոնես օրենքը պահենք, որտեղ տենում ենք ինչա կատարում։ Շատ եք ուզում, ասեմ, այսքան մի տանջվեք, անկեղծ եմ ասում, ին վրա այդ կալանքը ոչ մի արժեք չունի։ Պայքարել եմ այնքան ժամանակ, միջև այս երկրում օրենքը լի, արդարությունը լի, եւ անօրինական մարդիկ պատժվեն։